Բայց ինչ է շահում Վրաստանը այս պարագայում։ Նախ վերանում են այն բոլոր ոլորանները, որոնք պետք է մեքենաները բարձրանան մինչև այդ խաչի լեռնանցքը, եւ երկրորդը 400 մետրով իջեցվում է այդ ամենաբարձր մակարդակը։ Հիմա ինչ ենք մենք շահում, ես ասեցի փաստորեն, մենք նախ 120 մետրով իջեցնում ենք ամենաբարձր կետը ի համեմատություն Սևանի ճանապարհի, 260 մետրով իջեցնում ենք ամենաբարձր կետը ի համեմատություն ապարանով անցնող այդ ճանապարհի, կարճեցնում ենք ճանապարհի 35 կիլոմետրով մինչև Վանաձոր Սևանի ճանապարհով եւ 17 կիլոմետրով կարճեցնում ենք այդ ճանապարհը, եթե մենք գալիս ենք ապարանից։ Սա է նպատակը եւ հիմա ինչպես մենք պետք է իրականացնենք, բնականաբար պետք է մենք թունել փորենք Մեղրաձորի երկաթուղային թունելի հարևանությամբ 9 կիլոմետրանոց թունել, բայց ամբողջ խնդիրը կանոնանում, որ գործնականում այդ թունելը արդեն փորված է։ Երբ կառուցվում էր Մեղրաձորի թունելը խորհրդային վերջին տարիներին, որպեսզի այդ process-ը ավելի արագ գնա, ինքը շինարարները ըստ նախագծի երկաթուղային թունելի հարևանությամբ փորեցին մի լրացիչ օժանդակ թունել, որտեղից այդ ապարները հանում էին, եւ այդ օժանդակ թունելը փորված է այդ 9 կիլոմետրից 800 մետր մինչև վերջ, իսկ տրամագիծը կամ մակերևույթը, որով այդ օժանդակ թունելը փոխված է, այս փորձագետների կազմում է 60% այն թունելի, որ մենք պետք է ունենանք, որպեսզի կարողանանք երկուղությամբ ավտոմեքենաներ կանցնենք այդ թունելով։ Ըստ էության, որպեսզի մենք թունելը ավարտենք, ըստ էության պետք է հորատանցում կատարել ոչ թե 9 կիլոմետր, այլ ընդամենը 800 մետր, որը շատ փոքր է իր իրականացման ծախսերով, եթե ամբողջը հետ համեմատենք, եւ երկրորդը այդ մնացած, ասենք թե 8 կիլոմետր 200 մետրում հորատանցում չի լինելու, ուղղակի լինելու է հորատանցված թունելի մակերևույթի մեծացում եւ ըստ փորձագիտական տվյալների այդ ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ է $65 միլիոն։ Տեսեք, այն մեծ ծախսերը, որ արվել է Վրաստանում եւ այն բավականին համեստ ծախսերը, որ մենք պետք է անենք այս ավտոմոբիլային թունելը ստեղծելու համար։ Եվ նաև ճանապարհները, որոնք պետք է կապեն համապատասխան այդ մեգացակերի պահանջին բավարարող Վանաձորը Հրազդանի հետ, ու բնականաբար հետո Հրազդանից Սևանի մայրուղով այդ ճանապարհը կգա ու կմիանա մեր հիմնական հյուսիսարավ մայրուղուն։ Մեկ բան եմ ուզում ասեմ, որ այդ ոլորանների վերացումը, որի մասին ես արդեն ասեցի, եւ բարձրագույն կետի իջեցումը, որը շատ կարևոր է, վերաբերում է ոչ միայն դեպի Վանաձոր գնացող մեքենաներին, այլև դեպի Դիլիջան, Իջևան, այդպես շարունակ մինչև Ադրբեջանի սահմանը։ Սա կարևորագույն մի ծրագիր է եւ ինչպես նկատեցիք, բավականին էժան։ Եվ ես հիմա ձեզ ցույց կտամ քարտեզի վրա, բայց ոնց է մեր Չէ, ոնց է ինչի։ Այ։ Տեսեք, չէ, նորմալ է։ Այս քարտեզը այն իրավիճակն է, որում մենք այսօր գտնվում ենք, հիմա փաստորեն առաջարկում ենք Վանաձորից այս Մեղրաձորի թունելի, գործող թունելին զուգահեռ կառուցել մեկնորդ ավտոմոբիլային թունել եւ Վանաձորը ըստ էության կապել Հրազդանին ու հետո, ինչպես ասեցի, Սևանի մայրուղով դեպի Երևան եւ դեպի հյուսիս-հարավ մայրուղ։ Այդ տեսեք, այստեղ այդ գործ գծով գծած է այն իմ ասած ճանապարհը, որը պետք է անցնի այդ նոր թունելով, եւ սա մեր առաջին առաջարկն է։ Երկրորդ առաջարկը եւս չափազանց կարեւոր առաջարկություն է, դեռ խորհրդային վերջի տարիներին ակնհայտ էր, որ եթե մենք կարողանանք, համոզված եմ քարտեզը շատ լավ պատկերացնում եք, տեսեք, մեր հիմնական երկաթուղին գալիս է Վրաստանից գալիս է Վանաձոր, հետո գնում է Գյումրի, հետո գալիս է Հայաստանի կենտրոնական մասը Երևան, եւ մենք ունենք նաեւ Հայաստանից դեպի
Ստեվանը շրջանցող երկաթուղի, եւ եթե մենք կարողանում ենք այս երկու երկաթուղիները շատ կարճ ճանապարհով 35-40 կիլոմետրանոց Վանաձորից մինչև Մեղրաձորի թունել մի փոքրիկ հատված կառուցել, ապա ֆունդամենտալ փոխվում է Հայաստանի երկաթուղային հնարավորությունները։ Որոնք են այդ հնարավորությունները։ Առաջինը Վրաստանից դեպի Երևան հիմնական ճանապարհը կրճատվում է շուրջ 70 կիլոմետրով եւ երկրորդը Իջևանից դեպի Գյումրի շուրջ 100 կիլոմետրով։ Էլ չեմ ասի մեր վերջին ծրագրի մասին, նա այս 30-35 կիլոմետրանոց ճանապարհը էական ազդեցություն է գործելու նաև երրորդ հիմնական մեր ծրագրի մասին, որի մասին առանձին կխոսեմ։ Այսինքն տեսեք, եթե մենք ընդհանրապես 35 կիլոմետրանոց ճանապարհ ենք կառուցում, ոչ միայն Հայաստանի ներքին երկաթուղային ցանցն է էապես զարգանում, էապես, այլև ինքը դառնում է շատ ավելի նպաստավոր այն մեգածրագրերի մասին, որոնց մասին ես առայժմ ուզում եմ ներքինի մասին խոսել, էապես մեծանում է։ Այս փոքրիկ 35-40 կիլոմետրանոց երկաթուղի շինարարությունը ըստ փորձագիտական հաշվարկների մեզնից կպահանջի 250 միլիոն դոլարի ներդրում, բայց իր դրսևորումները էական եւ դրական մենք ունենանք ոչ միայն ներհայաստանյան, այլև այն գլոբալ ծրագրերի մասին, որի մասին ես ասացի։ Եվ երրորդ մեգածրագիրը, որի մասին երրորդ առաջարկը, չէ, արդեն փաստորեն դարձավ չորրորդ առաջարկը, որի մասին, այո, ես նախ երրորդի մասին, նախ չորրորդի մասին։ Տեսեք, երբ մենք խոսում ենք Իջևանից դեպի Հայաստանի կենտրոն կամ դեպի Գյումրի գնացող երկաթգծի մասին, պետք է ասենք, որ այդ երկաթգիծը պատերազմական գործողություններից հետո գործնականում չի շահագործվել, եւ երկրորդը Հավարցին գյուղի շրջակայքում տեղի ունեցել մեծ փլուզում, եւ որպեսզի այդ երկաթուղին աշխատի, պարոն Աշոտյան, կարող եք ստատեմ շարաշահում ժամանակը։ Մենք արդեն 20 րոպե ձեզ լսում եւ եւս 20 րոպե պատասխան։ Չէ, 10 րոպեն մաքսիմում։ 10 րոպեն մաքսիմում։ Տեսեք։ 7։ Հարցերի միջոցով։ Դուք պետք է իմանաք, ես ինչի մասին խոսում եմ, հարցերը կարողանաք տալ։ Այո, տեսեք, որպեսզի այս երկաթգիծը Իջևանից դեպի Գյումրի վերանորոգվի, այդտեղ պետք է կառուցվի այն փլուզված հատվածը, որտեղ ներդրումները պահանջվելու են, որտեղ նա պետք է փլուզումից հեռու տարածքում, ապահով տարածքում կառուցվի շուրջ 17 միլիոն դոլար եւ ամբողջ ծրագիրը այս կպահանջի 80 միլիոն դոլար, եւս ոչ մեծ գումար այն գումարների համեմատ, որի մասին ես ասեցի, եւ վերջապես մեր չորրորդ առաջարկը դա այսպես կոչված հարավային միջանցքի շինարարությունն է։ Տեսեք, այս միջանցքի այս երկաթուղի շինարարության մասին դեռ մեր իշխանության տարիներին 12-13 տարի առաջ մենք մեծ աշխատանքներ կատարեցինք եւ չինական ընկերության հետ կազմվեց հուշագիր, այդ ընկերությունը նախագիծ արեց, բանվորական ինժեներական փաստաթղթերի մակարդակի հասցրեց եւ այդ մեգածրագրի կարևորագույն հատվածը հանդիսացող այս երկաթուղու շինարարությունը էապես փոխում է մեր ամբողջ երկաթգծի կառուցվածքը։ Տեսեք, մենք երկաթգծով դուրս ենք կարողանում գալ մեր բոլոր հարևաններին դեպի Իրան Իսլամական Հանրապետություն, դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան եւ դեպի Վրաստան, եւ այս ծրագիրը իսկապես բավականին մեծ է, բավականին թանկարժեք, ինքը արժի 3.5 միլիարդ դոլար եւ այս ծրագրի իրականացումը փաստորեն ամփոփում է մեր բոլոր 4 նախագծերը եւ թույլ է տալիս Հայաստանին հնարավորություն ունենալ մասնակցելու մեգածրագրերին։ Հիմա ես շատ կարճ կասեմ, թե այդ մեգածրագրերով ինչպես պետք է անցնեն։ Տեսեք, մենք ունենք փաստորեն բոլոր երկրների հետ հաղորդակցվելու հնարավորություն երկաթուղային եւ երկու ճանապարհ հյուսիս-հարավ ծրագիրը եւ այն ծրագիրը, որ ես ասացի, որը ավելի հարմար է
վերջնի Լարսով Վրաստանով եկող ճանապարհին, որը անցնելու է Վանաձորով, ինչպես ես ասացի, հետո գնա միանա մյուս մեր մեգածրագրին Հույս Սարաֆին։ Եվ այս ծրագրով անցնում է եւ Սարաֆ ծրագիրը, երկրորդը մեկ ճանապարհ մեկ գոտին կարող է անցնել Իջևանով մինչև Գյումրի, պետք է ասեմ, որ սա միակ ճանապարհը չի, մեկ ճանապարհ մեկ գոտին եւս ունի Վրաստանով անցնող Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին եւ այս մեր ճանապարհը, որ ես ասում եմ, ինքը ըստ էության 200 կիլոմետրով ավելի կարճ է եւ մեգածրագրի համար բնականաբար շատ ավելի նպաստավոր է մեր ծրագրով աշխատել։ Իհարկե կա նաեւ ծրագիր, որ իրականացվում է հիմա այսպես կոչված տրիպը տրամվյուղին, որը եւս կապելու է Միջանցքի տրամաբանության մեջ Բաքուն Կարսի հետ, բայց դա եւս շուրջ 200 կիլոմետրով ավելի երկար է, քան այն ծրագիրը, որը մենք ենք առաջարկում։ Եվ վերջապես այս մեկ ճանապարհ մեկ գոտու ծրագրի իրանական տարբերակը, երբ որ ինքը անցնում է հարավով, այստեղ եւս այդ ծրագրի իրականացման արդյունքում տրանսպորտը կարող է գնալ դեպի Իրան Իսլամական Հանրապետություն եւ այս նոր նշած նա երկաթուղով բարձրանալ դեպի Վրաստան եւ դեպի Անակլիա եւ այստեղ եւս պետք է խոսել այն կարևոր հանգամանքի մասին, որ ես ասում եմ դիվերսիֆիկացիա։ Տեսեք, չափազանց կարևոր է, որ որևէ երկիր չդառնա մենաշնորհային այս տեսակետից եւ այս առումով եթե նայենք Ադրբեջանը մնում է մենաշնորհային կարգավիճակում որպես միջանցքի երկիր, իսկ Թուրքիան մնում է մենաշնորհային որպես հարավային իրանական միջանցքի երկիր եւ հաշվի առնելով իրենց սերտ կապերը Ադրբեջանի եւ Իրանի, ըստ էության Չինաստանի մեկ ճանապարհ մեկ գոտին ելի կախված է ելնելու ընդամենը մեկ որոշում կայացնող կենտրոնից, որը անընդունելի է եւ այդ խնդիրը լուծման Չինաստանի տեսակետից եւ ծրագրի տեսակետից լուծման միակ այլընտրանքը, ինչպես ես ասացի, այս մեր ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանով եւ Վրաստանով Անակլիային կապելու խնդիրն է։ Երկու խոսք մնաց ընդհանրապես, որ ես ասեմ, դա Հնդկաստանից դեպի Սերտով անցնող ճանապարհն է, սա եւս օգտագործելու է այս մեր նշած երկաթուղին եւ ըստ էության այն, ինչ որ ես ասացի, բոլոր 3 ծրագրերի համար կիրառելի են։ Եվ ընդհանրապես երկու թիվ ու ես ավարտում եմ։ Տեսեք, ըստ կանխատեսումների ընդհանրապես 4 տարի հետո 30 թվականին այս մեկ գոտի մեկ ճանապարհ ծրագրով պետք է անցնել 15-22 միլիոն տոննա բեռ, հյուսիս հարավով 15-ից 20 եւ Հնդկաստան Եվրոպա ծրագրով 3-ից 5 միլիոն տոննա բեռ։ Այս դրանցից պարզ չէ, որ ասենք թե բեռները եկել են Ադրբեջան, նրանք պետք է այդ նույն ծավալով անցնեն Վրաստանով կամ Հայաստանով, եթե հետեւաբար նրանց մի մասը պետք է անցնի Վրաստանով ու Հայաստանով։ Մեր հաշվարկներով մենք կարող ենք Հայաստանով անցկացնել մեկ ճանապարհ մեկ գոտի 4-ից 6 միլիոն տոննա, հյուսիս հարավով 2-ից 3 միլիոն տոննա եւ 2-ից 3 միլիոն տոննա Հնդկաստան Եվրոպայով։ Այսինքն մենք կարող ենք ռեալ ակնկալել, որ Հայաստանով, եթե մենք նորմալ աշխատենք, մեր ծրագրի ավարտի պարագայում կունենանք 8-12 միլիոն տոննա բեռան փոխադրում, որը ինչպես ես ասացի, նախ մեծ տնտեսական հնարավորություն է տալիս Հայաստանին եւ հետո դառնում է չափազանց կարևոր անվտանգային գործոն, որովհետեւ ըստ էության մեր տարածքով անցնելու են կապեր, որոնք կենսական են այդ 3 տրանսպորտային ծրագրերի համար։ Եվ երրորդը, քանի որ այս ծրագիրը բավականին թանկ է, սա իրականացում է, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի իրականացնել կոնսենսուսի միջոցով, հրավիրելով այդ կոնսենսուսի մասնակից հենց այդ 3 մեգածրագրերի հիմնական շահառուներին, Ռուսաստանին, Չինաստանին եւ Հնդկաստանին, որոնք շահագործելով հենց այս երկաթուղին, իրանք ոչ թե կվճարեն այս երկաթուղու համար, այլ իրենք եկամուտ կստանան, հետեւաբար նաեւ կնպաստեն, որ այդ երկաթուղին հնարավորինս շատ աշխատի։
կներեք մի քիչ չարաշահեցի ձեր ուսումնասիրությունը, բայց երևի հնարավոր ամենակարճ ձևով էր սա։